Տարի Երևանում տասնյակ հազարավոր մեքենաներ են ավելանում եւ բոլոր երևանցիները, ոչ երևանցիները անձեն աշխով տեսնում են, որ կան փողոցներ, որոնք որ այդքան մեքենայի համար նախատեսված չեն, մեր փողոցների լայնությունները եւ այլն, ինչպես նաեւ հանրային տրանսպորտի հետ կապված, այսինքն մենք երբ որ համալրենք այդ ամբողջությամբ պարկը, մենք հիմա ունենք որոշ առանձնացված գծեր հանրային տրանսպորտի համար։ Այ որ փողոցներում են առանձնացվելու այդ։ Ես կարծում եմ, որ բոլոր փողոցներում ենք պետք է ունենանք տրանսպորտի համար, բոլոր փողոցներում պետք է ունենանք, որպեսզի մարդկանց համար ավելի գրավիչ լինի հանրային տրանսպորտով երթևեկելը, քան մեքենայով, որովհետև այս ծավալի մեքենաներ, որոնք որ ավելանում են, սա ոչ միայն լուսացույցերի խնդիր է, որ ենթադրենք լուսացույցը լավ չի աշխատում կամ լուսացույցը շուտ է բացում, ուշ է կանաչը տալիս կամ կարմիրը, այլ այստեղ ուղղակի քանակի հարց է։ Երբեմն եթե դուք էլ նկատած կլինեք վստահ եմ, որ որևէ խոչընդոտող ոչինչ չկա, բայց մեծ խցանում է, որովհետև մեքենաները շատ են, այսինքն այ բայց բեռնաթափման լուծում չկա, որ կառավարվի։ Դե տարբեր հարցեր քննարկում ենք, եթե անկեղծ հիմա չեմ կարող դետալային այդ ամբողջը ասել, բայց ես նշեցի, որ մեր առաջնահերթությունը խցանման վերացման հետ կապված պետք է լինի դրան զուգահեռ հանրային տրանսպորտի զարգացումը եւ այդ առանձնացված գծերը։